Բարև ձեզ, այս հոլովակում ձեզ կծանոթացնենք ՀԾ հաշվապահ 6 համակարգում ցուցակներում սյուների հետ աշխատանքի նոր հնարավորություններին։ ՀԾ հաշվապահ 6 համակարգի հետ աշխատելիս օգտագործողն անընդհատ առնչվում է սյուների դասավորությանը, թաքցմանը կամ տեղափոխմանը, ցուցակներին առավել հարմար տեսք տալու համար։ Ուստի կարևոր է լավ հասկանալ դրանց օգտագործման բոլոր միջոցները։ Ցուցակի տողերը դասավորելու համար պետք է սեղմել համապատասխան վերնագրի վրա։ Դասավորության կարգը փոխելու համար անհրաժեշտ է երկրորդ անգամ սեղմել սյան վերնագրի վրա։ Միաժամանակ մի քանի սյուն դասավորելու համար համապատասխան սյան վերնագրի կոնտեքստային ցանկից պետք է ընտրել դասավորել աճման կարգով կամ դասավորել նվազման կարգով հրամանները։ Որևէ սյան դասավորությունը մաքրելու համար պետք է ընտրել մաքրել դասավորությունը հրամանը։ Իսկ բոլոր սյուների դասավորությունները մաքրելու համար կարող ենք սեղմել ժապավենի գլխավոր ներդիրի տվյալ ներխմբի մաքրել դասավորվածությունը կոճակը։ Հաճախ աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է լինում ցուցակներին առավել հարմար տեսք տալ, ելներով օգտագործողի կատարած վերլուծություններից։ Այդ նպատակով կարելի է տեղափոխել սյուները, փոխել դրանց լայնքը կամ ընդհանրապես թաքցնել դրանք։ Օրինակ, տեսակ և գումար սյուները տեղափոխենք ամսաթիվ սյան կողքը։ Դրա համար պետք է սեղմել սյան վերնագրի վրա, քաշել այն և տեղափոխել նոր տեղ։ Նույնը անենք գումար սյան հետ։ Սյան լայնքը փոխելու համար կուրսորը տեղափոխենք սյան վերնագրի աջ կողմում, որպեսզի այն ընդունի երկկողմանի սլաքի տեսք և տեղաշարժենք։ Իսկ կրկնակի կտոցով կցուցադրվի սյան ամբողջ պարունակությունը։ Իսկ բոլոր սյուներն ըստ ամբողջ պարունակության ընդլայնելու համար որևէ սյան վերնագրի կոնտեքստային ցանկից պետք է ընտրել բոլոր սյուները ընդլայնել ըստ պարունակության հրամանը։ Սյունը թաքցնելու համար պարզապես այն կարելի է քաշել որևէ ուղղությամբ մինչև հայտնվի կարմիր խաչը և բաց թողնել։ Օրինակ, թաքցնենք օրվա հերթական համար և փաստաթղթի համար սյուները։ Անհրաժեշտ փոփոխությունները կատարելուց հետո կարող ենք դիտել տպման նախատեսքը, դիտել տպելու ձևը կոճակի միջոցով։ Թաքցված սյուները ցուցադրելու համար պետք է կամայական սյան վերնագրի կոնտեքստային ցանկից ընտրել սյուները գործիքը և անհրաժեշտ սյան վերնագիրը տեղափոխել տեղադրելով համապատասխան վայրում։ Շնորհակալություն ուշադրության համար, հուսով ենք այս հոլովակը ձեզ օգտակար եղավ։